Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ։ Որոշեցի այսօր վլոգը սկսեմ այս գեղեցկուհիներով, երկուսն են։ Այստեղ էլ բնական է, սա ճիշտն ասած, դեռ եղանակները այդքան էլ լավը չի, բայց երևի պատշգամբ կհանեմ սա ու այսպես կմնա։ Ինչքան կմնա այս եղևնին։ Սրանք էլ առայժմ ճիշտ է, չորացած թերթիկներ կան, բայց առայժմ գեղեցկացնում են, առայժմ աչք են շոյում, մինչև նոր ծաղիկներ գնել եմ։ Մի փոքր էլ տաքանա եղանակները կարուն լինի, նոր ծաղիկներ կգնենք, արդեն նոր ծաղիկներ կբերեն։ Մի խոսքով ուզեցա, որպեսզի այսօր վլոգը սկսեմ այս գեղեցկությամբ։ Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ինձ արդեն հարազատ դարձած մարդիկ։ Իրոք արդեն որ ես վլոգը սկսում եմ, ովքեր որ միշտ կապը կա, ովքեր որ մշտապես, այսինքն հետադարձ կապը կա, մշտապես մեկնաբանություն են գրում, արդեն ճանաչում եմ բոլորին, ու որ հանկարծ մեկ անգամ չեն գրում, անհանգստանում եմ, անկեղծ։ Ու արդեն ես գիտեմ, որ խոսում եմ ձեր հետ։ Ես արդեն մտովի պատկերացնում եմ, որ ես ձեր հետ եմ խոսում։ Սկզբի ժամանակները, որ նոր էի վլոգ սկսել, առաջին օրը մանավանդ անկեղծանամ, որ նոր էի սկսել վլոգ վարելը, շատ դժվար էր ինձ համար, որովհետև ոչ մեկին չէի ճանաչում, իսկ հիմա արդեն ես պատկերացնում եմ, որ ես խոսում եմ Անահիտների հետ, այսինքն այն մարդիկ, ովքեր գրել են ինձ, մշտապես մեկնաբանություն գրողները արդեն գիտեմ, որ նրանք իմ բաժանորդներ են, իմ հետևորդներն են, այսինքն իմ ընկերներն են, այսպես ասեմ։ Անահիտները, քանի որ շատ Անահիտ ունեմ, Շուշանիկ, Եվգենիա, Կարինեներ, Գայանեներ, Աննաներ, կներեք, եթե ինչ-որ մեկի անունը մոռացա, խնդրում եմ հիշացնեք, ունեմ Սիրա, ունեմ Ռայա, մի խոսքով շատ, ես հիմա այս պահին երեկվա վլոգի մեկնաբանություններն եմ կարդում, Ֆլորա ունեմ, որը հարց է տվել ու պետք է պատասխանեմ, որոշեցի, որ պատասխանեմ։ Երեկ նկարել էի, տեսա գնացի չինական նոր տարին նշելու, ճիշտն ասած գրել էիք, որ կարծեմ գրել էր Ռայան, որ 17-18-ին է, ես գիտեմ, որ փոփոխական եմ, այստեղ չգիտեմ անկեղծ երբ է, բայց ամսի 7-ին, 8-ին չինական նոր տարին էր նշվում Բարսելոնայում։ Ես գնացի ամսի 7-ին, առաջին օրը, ու շատ ցավում եմ, որ ես առաջին օրն եմ գնացել ու ոչ երկրորդ օրը, ու կասեմ ինչի համար եմ շատ ցավում, շատ ափսոսում եմ, որ ես երկրորդ օրը գոնե պետք է երկրորդ օրն էլ գնա, եթե առաջին օրը գնացի, կասեմ, որովհետև լավ, հերթը հասնի դրան, կասեմ ժողովուրդ ջան։ Ուրեմն ասել էր գրել էր 17-ին, ես գիտեմ, որ փոփոխական եմ, չինական նոր տարին, գիտեմ, որ փոփոխական է, այսինքն կոնկրետ օր չկա, բայց փետրվար ամսին են տոնում։ Հիմա շատ գեղեցիկ մեկնաբանություններ իհարկե կար, որի համար անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Գրել էիք, Շուշանիկը գրել էր Էմմա ջան, մեր բերդ պարնա, կատալանցիների միանց վրա բարձրանալը, հա, ես էլ եմ համաձայն ձեր հետ Շուշանիկ ջան, Էմմա ջան հաճելի էր, կասեք, հա, իսկ Ֆլորան գրել էր երկու հարց է տվել, ուզում եմ երկուսին էլ պատասխանեմ իհարկե, ինչքան որ հնարավոր է, հնարավորինս սահմաններում։ Իսկ ասեք, շատ չինացիներ են ապրում Բարսելոնայում, չգիտեմ անկեղծ, ինձ թվում է կոնկրետ թիվը չգիտեմ, Ֆլորա ջան, բայց ինձ թվում է շատ չինացիներ են բնակվում, որովհետև
այստեղ շատ կան չինական խանութներ, ամեն քայլափոխին կտեսնեք չինական խանութներ, շատ ակտուալ են չինական խանութները, կան եւ շատ սրճարաններ չինական։ Շատ կան, հա, շատ կան, բայց առաջին տեղում օտարերկրացիներից մարոկներն են գրավում, առաջին տեղում շատ են, ահավոր շատ են։ Չինացիներն էլ բավականին մեծ թվով չինացիներ կան Բարսելոնայում։ Այստեղ Կարինե Մուրադյանը գրել էր, որ շատ հաճելի է հաճախակի հանդիպման համար, միշտ սպասելի եք, անչափ շնորհակալ եմ, կաշխատեմ հնարավորինս շատ հաճախակի տեղադրել բլոգներ, քանի որ հետո մի բան էլ ասեմ, քիչ բլոգներ տեղադրելով, ավելի ուշ բլոգներ տեղադրելով, ավելի պասիվանում է, YouTube-ից էլ է կախված սերալիքի ակտիվությունը, քանի որ ինչքան լայքում եք, ինչքան կոմենտներ, ավելի ակտիվ է լինում ալիքդ ու YouTube-ը ավելի շատ պտտացնում է այդ հարթակում, YouTube-յան ալիքում ավելի շատ է պտտվում քո, այսինքն նոր հետևորդներ են տեսնում, նոր մարդիկ են տեսնում քո ալիքդ։ Դրա համար, այո, կարևոր է, որպեսզի հաճախակի բլոգներ տեղադրելը, ես դա գիտեմ։ Գրել եք, որ շատ հաճելի է դիտելը, անչափ շնորհակալ եմ։ Ֆլորա Գևորգյանը գրել է, բարև Էմա ջան, ինչ հաճելի է լսել այդ երգն ու երաժշտությունը, Էմա ջան, ով է ընտրում վիդեոների երաժշտությունը, միշտ հաճելի է լսվում դիտումների ժամանակ։ Շնորհակալություն նախ բոլորիցդ հարցերի, մեկնաբանությունների համար հարազատներս, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, քանի որ դա կարևոր է յուրաքանչյուր բլոգերի համար, այսպես ասեմ, հիմա ես իմ ալիքն եմ վարում, շատ կարևոր է ինձ համար, և լայքերը, և մեկնաբանությունները, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ուրեմն նկարում եմ ես, մոնտաժում եմ ես, ընդհանրապես սա իմ ալիքն է, ի սկզբանե եղել, և իմ ամուսինը ինձ սատարում է։ Իմ ամուսինի սատարումը ամեն հարցում, լինի դա իր ներկայությունը, երաժշտության ընտրությունը հիմնականում ընտրում եմ ես, բայց իհարկե իմ ամուսնու կարծիքը շատ կարևոր է իմ համար և ինքն էլ իր կարծիքն է արտահայտում այս հարցի շուրջ, ամեն ինչում իմ ամուսնու կարծիքը շատ կարևորում եմ ես ու այս հարցում էլ իհարկե հիմնականում ընտրում եմ ես եմ ընտրում, աշխատում եմ, որպեսզի հաճելի լինի, ես մտածում եմ, եթե սա իմ ականջին հաճելի է, ուրեմն նաև իմ հետևորդների, իմ բաժանորդների, իմ ընկերների, ինձ դիտողների ականջին ևս հաճելի կլինի։ Հա, հիմնականում ընտրում եմ ես ու ուզում եմ, որպեսզի ավելի գեղեցիկ ճաշակով երաժշտություն լինի։ Չգիտեմ, ինչքանով է ստացվում դա, բայց աշխատում եմ, որ այդպեսին լինի։ Հիմա ես նորից եմ շնորհակալություն հայտնում, եթե ինչ-որ մեկիդ անունը չեմ տվել, խնդրում եմ գրեք, ես անպայման բոլորիցս շնորհակալություն հայտնեմ, անուն առ անուն, ով ինձ մշտապես գրում է, մշտապես հետևում է, անչափ շնորհակալ եմ իրոք բոլորիցդ։ Ուրեմն հիմա անցնեմ հարցի մյուս կողմին, ինչու մեծ ափսոսանք ապրեցի, որ չգնացի ամսի 8-ին, այլ գնացի ամսի 7-ին, կամ պետք է գոնե 2 օրներ գնայի։ Մյուս օրը, հաջորդ օրը, տեսակ, բազմաթիվ տարբեր երկրներ ելույթներ ունեցան այդ համերգի ժամանակ։ Հաջորդ օրը ելույթ է ունենում մեր Բարսելոնայի պարային խումբը, այսպես ասեմ, պարային խումբը հայկական իր պարերով փոքրահասակների և մի փոքր մեծ տարիքի երեխաների մասնակցությամբ։
ու շատ հաճելի կլիներ, եթե ես այնտեղ լինեի, չնայած իմ համար երկու փոքրիկ դրվագ նկարել են, ես անպայման կտեղադրեմ, որպեսզի դուք էլ տեսնեք, չգիտեմ, այդ ժամանակ մեծ երևի ես ընդեղ որ լինեի, հաստատ կլացեի, հիմա էլ արդեն հուզվում եմ, քանի որ մեծ պատիվ էր Բարսելոնայի սրտում մեր երաժշտության հնչելը, մեր պարը, մեր արվեստը, մեր մշակույթը ցուցադրելը ու հատուկ շնորհակալություն եմ հայտնում, ես չեմ ճանաչում պարուսուցին, այստեղ մեկ խումբ չկա, էլի խումբ կա, 2-3 խումբ կա, ինչքան իմ իմանալով ես հաստատ չգիտեմ ու չեմ ուզենա սխալ բան ասեմ, անգամ չգիտեմ պարուսույցը ով է, բայց դա մեծ պատիվ էր ու հպարտանում եմ, որ մեր պարը, մեր արվեստը, մեր մշակույթը Բարսելոնայի սրտում հնչեց հազարավոր մարդիկ տեսան մեր մշակույթը։ Շնորհակալություն պարուսույցից, հատուկ շնորհակալություններս եմ իրոք հայտնում այդ աշխատանքի համար ու երեխաներին իրոք հայտնում եմ ու շատ գովելի փաստ եմ։ Դրա համար ժողովուրդ ես շատ ափսոսացի, որ չեմ գնացել հենց այդ օրը ծրագիրը չգիտեի, ես գիտեի անկեղծ մտածեցի նույն բանը կրկնվելու է երկրորդ օրը։ Անգամ մտքովս չէր անցնի, որ այլ բան է լինելու։ Ոչինչ, ճիշտ ասած սխալ ֆորմատով էլ նկարված է եղել, բայց ոչինչ, ես կտեղադրեմ, դուք էլ կտեսնեք ու կհպարտանաք, որ Բարսելոնայում այսքան հազարավոր մարդկանց մոտ հնչեց մեր պարը։ Ուշերից քաղաքյուս եմ Մի խոսքով, սա էլ իմ չինական նոր տարին, այսպես անցկացրեցին, շատ լավ էր, շատ հաճելի էր, ապրան չինացիները, որ մեր մշակույթն են ներկայացրել, հիմա անցնենք, սիրելիներս խոհանոց, այսօր որոշել եմ պատրաստել պասուստոլմա, գիտեք, որ կաղամ գնեցի, արդեն թթվել է, ու պատրաստում եմ պասուստոլմա, երևի բոլորս է սիրում ենք, նոր տարվա ժամանակ պատրաստել է իհարկե, բայց քանի որ կաղամ կար, երկու հատ էլ, 2-3 գլուխ էլ դրեցի, փոքրիկ էր գլուխները, տեսած կլինեք վիդեոյում կնկարել, որ հազիվ գտել էի տափակ կախով կաղամներ։ Դրեցի թթու, հիմա կպատրաստեմ պասուստոլման ու կվայելենք։ Ես պասուստոլման պատրաստում եմ մեկ այլ ձևով, ես ունեի, այսպես ասեմ, դվայորնի տատիկ, անմահական պասուստոլմա էր պատրաստում ու ձավարի, չկներեք, բլղուրի փոխարեն ինքը ավելացնում էր հաճար էր ավելացնում, մի փոքր մանր տեսակը հաճարի, այստեղ քանի որ խոշորնա մի տեսակի հաճարա, մի փոքր կաղամ հատուկ գործիքով, կպտտացնեմ, կմանրացնեմ մի փոքր, շատ քիչ, բայց ես բացի հաճարից կավելացնեմ նաև մի քիչ էլ բլղուր, այսինքն կեսը հաճար կավելացնեմ, կեսը բլղուր կավելացնեմ։ Մի խոսքով իր բաղադրատոմսով ես պատրաստում եմ, ես ճիշտ չեմ ավելացնում, չեմ սիրում, ես այդ քաղցր համը անկեղծ ասած, առանց ջրի եմ պատրաստում,
ըստ մամա ճաշակին ընկեր չկա, ով ինչպես սիրում է, ով ինչպես նախընտրում է, այդպես էլ պատրաստում է։ Մի խոսքով, ես ձեր գլուխը շատ չտանեմ, շատ չհոգնեցեմ ձեզ իմ խոսալով, գնանք պատրաստենք միասին պասուս տոլմա։ Որոշեցի, որ ձեզ հետ կիսվեմ։ Նոր տարուն չեմ կիսվել, քանի որ խառը վիճակեր արագ-արագ պատրաստել եմ, բայց հիմա երևի կկիսվեմ։ Եթե ճիշտ է, զատիկին արժեր զատիկին էլ պատրաստել, բայց այդ ժամանակ է, եթե նորմալ կաղամփայտ ես կարողանամ գտնել, կտնեմ թթուն, չնայած այդ ողտորթին տաք կլինի։ Թթուն կտնեմ պասուս տոլմա, բայց հիմա քանի որ ունեմ մի փոքր թթու, այդ մանր կտորներն էլ կկտրատեմ, հետո քրճիկ կպատրաստեմ։ Ես երևի ինչ եկել եմ այստեղ 6 տարուց ավել քրճիկ չեմ կերել ու հաճույքով կարելի է վայելել քրճիկը։ Մի խոսքով, ինչպես ասեցի, ձեզ չձանձրացնեմ, ձեզ չհոգնեցնեմ իմ խոսելով, շատախոսելով, գնանք միասին պատրաստենք պասուս տոլմա։ Սիրելիներս, ես արդեն խոհանոցում եմ ու սկսում եմ պատրաստել պասուս տոլման։ Այստեղ ցույց տամ մի փոքր գործողություն առանց ձեզ արել եմ, նախապատրաստել եմ ավելի ճիշտ, որ արագ ամեն ինչը կատարենք ու անցնենք առաջ։ Հիմա ցույց տամ, թե ինչ եմ արել։ Այստեղ ես լոբին արդեն անկեղծ ասած 3 գիշերը մոռացել էի թրջեի, առավոտ շուտ թրջեցի, եփել եմ, շատ չեմ եփել, կիսահումից մի փոքր ավել եմ եփել։ Այստեղ ոսպը պատրաստել եմ, չեմ եփել ոսպը, սա շուտ եփող ոսպ է, երմանջերով թրջել եմ։ Ոսպ եմ պատրաստել, ճիշտն ասած հաճարս այսքանն էր, եթե ավելիներ բլղու շոտ քիչ կօգտագործեի, բայց հաճարս այսքանն է, հիմա սա այս սարքի միջոցով անցկացնեմ, 1 կամ 2 պտույտ, շատ չեմ մանրացնի, ուղղակի ինքը հիմա խոշոր է շատ, մի փոքր մանրացնեմ ու լվանամ, տաք ջրով կլվանամ ու էլ չեմ էլի եփի, հա, սիսերն էլ ինձ մոտ հիմա ցույց տամ պահածոյացված սիսեր եմ օգտագործել, էլ չեմ եփել, արդեն եփած պատրաստ էր, եթե պահածոյացված չլներ, հաստատ կթրջեի, նոր կեփեի, անպայման պետք է եփասիներ սիսերն է։ Այսքանը բաղադրիչները պատրաստել, հիմա սրանք խառնեմ իրար, հետո սոխառաց անեմ ու սոխառացը լցնեմ այս բաղադրիչների վրա։ Հիմա անցնենք առաջ, հիմա բերեմ բոլոր բաղադրիչներ, ինչպես ասեցի, խառնեմ, նորից հանդիպենք սիրելիներս։ Այստեղ նաև ավելացրել եմ պահածոյացված սիսերը լոբու վրա, հիմա ավելացնում եմ ոսպը, ոսպը ավելացնելուց հետո, այստեղ տեսեք աճառը ես մաքրեցի իհարկե, լվացել եմ աղացի, լվացել եմ տաք ջրով լավ, հիմա ավելացնում եմ սա։ Սա ավելացնում եմ և ավելացնում եմ բլղուրը։ Թողնում եմ այսպես, հիմա սոխառացը կանեմ, տոմատով, չոր ռեհանով, ծիտրոնով, սև պղպեղով, առատ բուսայուղով, կանեմ ու կավելացնեմ այս զանգվածի վրա։ Լավ կխառնեմ, կթողնեմ մի կես ժամ, որպեսզի համերը աղ նաև կավելացնեմ, սոխառացի մեջ կավելացնեմ աղը։ Կթողեմ, որպեսզի մի կես ժամ համերը իրարով խառնվեն ու նոր կփաթաթեմ պասուս տոլման։ Հիմա սամիկոմ ենք դնում, պատրաստում ենք սոխառացը։ Այստեղ տապակի տակը ես արդեն միացրել եմ,
ու ավելացնում եմ բուսայուղը, մոտավորապես օգտագործելու եմ 600-ից 700 մլ բուսայուղ, ես սիրում եմ, որպեսզի չոր չլինի, այնքան բուսայուղ, որ չոր չլինի, ամենայն դեպս ոչ կես լիտրից քիչ, եթե բուսայուղը քիչ ենք անում, ապա չոր է լինում ու այդպես ըստ ինձ իհարկե համեղ չի ստացվում։ Այստեղ այս ամբողջ շիշը կավելացնեմ, մոտավորապես մի 600 մլ այստեղ բուսայուղ կար։ Մի փոքր տաքանալուց հիմա սոխը կկտրատեմ։ Տաքանալուց հետո կավելացնեմ սոխը։ Սա տաքանա, իսկ այս կողմում էլ ցույց տամ։ Այս կողմում էլ կտրատում եմ առայժմ 3 սոխ, որտեղ եթե զգամ պակասություն է տալիս, լինում մի հատ եք ավելացնեմ փոքրը, բայց դժվար թե պակասություն տամ։ Հիմա որքան մանր հնարավոր է, ես գիտեք, որ շատ մեծ չեմ սիրում, եփած սոխ այդքան չեմ սիրում, եւ ճաշերի մեջ, եւ այսպես սոխառած, խոսքով ինչքան հնարավոր է մանր եմ կտրատելու։ Կտրատենք մինչև բուսայուղը կտաքանի։ Այստեղ այս դժվար գործը արեցի, յացելով կտրատեցի, հիմա ավելացնում եմ բուսայուղի մեջ։ Ավելացնելուց հետո թողնում ենք, որպեսզի սոխառածը տապակվի, մի փոքր տապակվի, որից հետո ավելացնելու ենք տոմատը, պասուստորմային առատ տոմատ ենք ավելացնում, որպեսզի գույնը գեղեցիկ լինի, միայն չորացրած կանաչիներ եմ ավելացնելու, ռեհան եւ մի փոքր ծիտրոն եմ ավելացնելու, սև պղպեղ, աղը հենց այստեղ էլ կավելացնեմ։ Ու այս ամբողջը կավելացնեմ զանգվածի մեջ։ Այստեղ արդեն սոխառածը եթե պատրաստ եմ, չենք թողնում շոտ կարմրի։ Հիմա ավելացնում եմ տոմատի մածուկը։ Այստեղ ավելացնում եմ նաև ռեհանը, մի փոքր առատ եմ ավելացնում ռեհանը, որտեղ ռեհանի համը շատ լավ է ստացվում, պասուստորմայի մեջ շատ համեղ է լինում ռեհանը։ Ծիտրոնը քիչ եմ ավելացնելու արդեն։ Փոքր խառնեմ։ Ավելացնեմ աղ եւ սև պղպեղ նաեւ։ Երևի ռեհան մի քիչ ավելացնեմ։ Այստեղ ավելացնում եմ մի փոքր սև պղպեղ։ Եվ ծիտրոն։ Թարմ կանաչի չեմ ավելացնելու։ Թվում է պասուստորմայի մեջ սազում է ավելի չոր կանաչիներ։ Այստեղ արդեն պատրաստ է, հիմա սոխառածը պետք է, ես հիմա տակը արդեն անջատել եմ, ինձ մոտ քանի որ էլեկտրական է, դեռ ինքը տաք է սալիկը։ Հիմա սա պետք է ավելացնեմ այս ամբողջ զանգվածի մեջ, բայց ոնց որ մի փոքր
կացած փոքր եմ վերցրել, բայց մի կերպ ոչինչ կխառնեմ։ Այստեղ ավելացնելուց հետո զգուշությամբ խառնում եմ, ժողովուրդ մոռացել էի կարմիր պղպեղը ավելացնել։ Կարմիր պղպեղը եմ իհարկե ավելացրել։ Ու զգուշությամբ այսպես խառնում եմ, ստացվում է ոնց որ խառնելը։ Հիմա կթողնեմ, այսպես համերը իրարով խառնվեն, կոնեմ մոտ 20 րոպե։ Մինչև այդ ընթացքում կաղամբը կպատրաստեմ։ Վերջ։ Հիմա մինչև կաղամբը պատրաստեմ, այստեղ թող այսպես մնա, համերը իրարով մի փոքր խառնվեն։ Ահա, այստեղ արդեն պատրաստել եմ կասայի տակը, մի փոքր տերևներից եմ դրել կաղամբից եմ դրել, ամենայն դեպս չնայած չի կպնում, բայց թող տակը լինի այդպես։ Այստեղ այս կողմի վրա արդեն մի քանի առանձնացրել եմ այսպիսի կտորներ, մնացածն էլ կառանձնացնեմ ու սկսեմ փաթաթել արդեն։ Սիրելիներս, ես այստեղ ամբողջը փաթաթեցի, վերջացրեցի, իսկ այս կողմում էլ հիմա ցույց տամ, այսպես տոմատաջուր եմ պատրաստել, որպեսզի ավելացնեմ պասուստորմայի վրա ու եփեմ։ Հիմա այսպես ափսեով կփակեմ, սկզբից մի փոքր ուժեղ կանեմ, հենց արդեն եռակ թուլացնեմ, որպեսզի մարմանդ կրակով եփվի, միջին կրակով ճիշտ։ Այստեղ էլ կփակեմ կափարիչով, թող եփվի մեր պասուստորման։ Ահա սիրելիներս, եփվել է մեր պասուստորման ու ստացվել է շատ համեղ։ Չգիտեմ, ինձ հաճարով ավելի է դուր գալիս, երբ որ բլղուրի հետ նաև ավելացնում եմ հաճար։ Միշտ սիրում եմ հաճարը ավելի շատ լինի, քան բլղուրը։ Սա էլ մեր այսօրվա պասուստորման։ Սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ պասուստորմայի այս տարբերակը, չմոռանաք լայքերը, շատ կարևոր է դա ինձ համար, շատ շնորհակալ կլինեմ իհարկե, ու երևի այս համեղությունով էլ այս վլոգը, չգիտեմ, երևի կաշ վլոգ ստացվեց, հրաժեշտ տամ, ինչպես միշտ ձեզ ասեմ, մնացեք խաղաղ և բարյավ սիրելիներս, կհանդիպենք հաջորդ վլոգում, սիրում և հարգում եմ բոլորիդ։